Թերթույն 24 թիվին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։ Բարև ձեզ, պարոն Բադալյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Խոսենք Նիկոլ Փաշինյանի ՄԱԿ-ում ունեցած ելույթից, դուք ինչ տպավորություններ ունեք, շնորհակալություն հայտնեց Թրամփին, որ օգոստոսի 8-ին խաղաղությունը ի վերջո հաստատվել, հետո դժգոհեց, որ Զանգեզուրի Միջանցքի Ալիևը անվանում մինչդեռ այն Թրամփի ուղի է կոչվում, մեկ նախադասությամբ գերիների մասին խոսեց, նրանց կոչելով անազատության մեջ պահվող անձինք, ձեր մեկնաբանությունը։ Ելույթը տպավորություն էր թողնում, որ ամբիոնից խոսում է ոչ թե պետության ղեկավար, միջազգային քաղաքականության թեկուզ փոքր եւ համեստ հնարավորություններով սուբյեկտի ղեկավար, այլ ինչ-որ մի չինովնիկ, որը զեկուցում էր խաղաղության, այսպես ասած, խաղաղության գործընթացի մասին, բայց որի ելույթը թերևս ավելի շուտ վկայում էր իր թե բովանդակությամբ, թե անտուրաժով այն մասին, որ խաղաղություն իրականում չկա, որովհետեւ եթե իրականում հաստատված է խաղաղություն, այդ ելույթը այդ ամբողջությամբ նվիրված չէր լինի հաստատված խաղաղությանը, կունենար արդեն այլ ասելիք խաղաղության պայմաններին։ Ստացվեց, որ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից խոսում է մի բանի մասին, որն արդեն եղել է, ընդ որում խոսում է նաև ինչ-որ շեշտադրումներով, որոնք բողատակում ցույց են տալիս, որ այն ինչի մասին խոսում է, ըստ էության չկա։ Հակառակ դեպքում այդ նույն Զանգեզուրի միջանցքի պատմությունը չէր լինի եւ միևնույն ժամանակ նաեւ այն բոլոր հարցերը, որոնք թեկուզ մեկ նախադասությամբ շոշափվում էին, ընդ որում բավական հետաքրքիր մի ձևակերպում կար Փաշինյանի ելույթում, որ խաղաղությունն է առաջացնում հարցեր, կոնֆլիկտը ըստ էության հարցեր չի առաջացնում։ Սա ըստ էության ինչ-որ նոր փիլիսոփայություն է միջազգային հարաբերություններում, որովհետև սովորաբար խաղաղությունը հաստատվում է, երբ հարցերը ստանում են պատասխաններ, այն հարցերը, որոնք առաջացել են կոնֆլիկտի ընթացքում եւ դրա հետևանքով։ Խաղաղությունը հարցերի պատասխանն է եւ ոչ թե հարցեր առաջացնող process։ Եվ ինչ նկատի ունեն այդ ասելով, այսինքն նոր զիջումներ, նոր ամեն ինչը վկայում է այն մասին, որ զիջումների գնա։ Խաղաղություն ասվածը ընդամենը այն քարոզչական փաթեթն է, որը պետք էր որոշակիորեն Թրամփին իր քաղաքական օրակարգում օգտագործելու համար, որովհետև տեսնում ենք նա ինչ-որ թվաբանություն է վարում, թե քանի խաղաղություն է հաստատել, թե որևէ հաստատված խաղաղություն եթե ուսումնասիրում է, Թրամփը այնտեղ շատ քիչ դեր ունի, եւ խաղաղություն ասվածը պետք էր որում ասվածը եւ ոչ թե հաստատվածը, որովհետեւ չկա այդպիսի հաստատված բան ցավոք սրտի, պետք էր Նիկոլ Փաշինյանին նախընտրական տրամաբանությամբ օգտագործելու համար։ Ելույթում իմ գնահատմամբ բավական վտանգավոր էր նույն այդ գերիների մասի հիշատակման առումով։ Ինչու է կոչվում այն, որ այդ հարցը մեջ հիշատակվեց, ես կարծում եմ խնդիրը ավելի շուտ հետեւյալն է, որ նա հիշատակեց այդ հանգամանքը անհայտ կորած անձանց ճակատագրի հետ, այսպես միաձուլված։ Եթե այս հարցերը կապվում են իրար, անուղղակի կամ ուղղակի, եթե Ադրբեջանին տրվում է հնարավորություն սրանք կապել իրար, սա նշանակում է Ադրբեջանը ստանում է գերիների պատանդարված, դե ֆակտո պատանդարված մեր հայրենակիցների հարցում գրեթե անվերջ խուսանավելու հնարավորություն։ Եվ հետեւաբար կարծում եմ զուտ ձևակերպումների իմաստով նվազագույնը պետք չէր այդ երկու հարցերը դնել մեկ նախադասության մեջ, եթե այսպես ասեմ։ Դրանք տարբեր են, անշուշտ Հայաստանը պետք է անհետ կորած անձանց ճակատագրով եւս զբաղվի, եւ դա լրջագույն խնդիր է իհարկե։ Բայց գերիների հարցը չպետք է կապվի այդ հարցերի հետ, նույնիսկ անուղղակիորեն, եւ հետեւաբար չպետք է տրվի Ադրբեջանին այդ կապը հաստատելու հնարավորություն։ Իսկ մենք ցավոք սրտի տեսել ենք այս տարիների ընթացքում, որ Ադրբեջանը դրել է ինչ-որ խնդիրներ, Հայաստանը իր քաղաքականությամբ նպաստել է, որպեսզի Ադրբեջանի դրված այդ խնդիրները ստանան միջազգային լեգիտիմություն եւ հետո արդեն այդպես այդ դրությամբ, այդ տրամաբանությամբ արտացոլվեն օրակարգում։ Սա իմ գնահատմամբ բավական վտանգավոր էր այդ ելույթում եւ վտանգավոր են իմաստով չդառնա Ադրբեջանի համար նոր թել, որից քաշելով Բաքուն կարող է, ինչպես նշեցի, պատանդարված մեր հայրենակիցների հարցը կապել անհայտ կորածների ճակատագրի հետ, որտեղ այդտեղ մենք պատկերացնում ենք, թե ինչ մեծ անորոշությամբ այսպես հեռանկար կարող է լինել։ Առավել եւս, որ մենք գիտենք, թե Ադրբեջանը ինչպիսի շեշտադրումներ է անում այդ հարցի հետ կապված անհայտ կորածների, որովհետեւ այնտեղ դնում են նույնիսկ իրավական պատասխանատվության հարց, որը արտացոլված է անգամ խաղաղության պայմանագիր կոչվածում։ Տպավորություններ նաև, որ Փաշինյանը աջակցություն է խնդրում, որպեսզի ստիպեն Ալիևը իր պայմանավորվածությունները կատարի։ Արդյոք կստանա այդ աջակցությունը։
Ես կարծում եմ շատ միամիտ է, եթե կա այդպիսի խնդրանք, ինձ մոտ այդ տպավորությունը չկար, ես կարծում եմ, ինչպես նշեցի, որ ավելի շուտ ստեղծվում էր այդպես չինովնիկական ելույթի տպավորություն, որովհետև պետության ղեկավարը ինչ որ ուղենիշներ է ներկայացնում ՄԱԿ ամբիոնից, որոնք այդ պետության պետական քաղաքականության, միջազգային քաղաքականության համատեքստում այդ պետության պատկերացումների, ընկալումների եւ այլնի, այսպես որոշակի հեռանկար են ձևավորում։ Մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը այս բառի բուն իմաստով նաև օգտագործում էր, եւ ես կարծում եմ, այդտեղ միայն ոճական կիրառումը չէ, զեկուցում են բառի, այլ բառի բուն իմաստով այդպես զեկուցում էր ինչ որ բան, ինչ է արել եւ ակնկալում էր, որ 1 տարի անց կզեկուցի նաև թե ինչպես է զարգացել այդ խաղաղություն ասվածը։ Բայց ինչպես նշեցի, քանի որ մենք տեսնում ենք ոչ մի էական հարց չի ստանում պատասխան, նույնիսկ այդ Թրամփի ուղին մի բան է, որը թվում է թե ինչ որ պատասխան է, բայց անգամ այդ առումով չկա որևէ հստակություն եւ ինչպես նշեցի այդ Զանգեզուրի միջանցք ասվածը երբ Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից նաեւ շեշտել էր եւ այստեղ առաջանում է հետեւյալ հարցը Նիկոլ Փաշինյանը հայտարարում է որ փաստացի որ խախտում է Ալիևը պայմանավորվածություններ եթե ասում եմ մենք այդպիսի բան չենք պայմանավորվել բայց Ալիևը շարունակում է հայտարարել Միացյալ Նահանգները որի վկայությամբ պայմանավորվել են Գոնե առ այս պահը ոչ մի հրապարակային տարակուսանք չի հայտնել Ալիևի վարկագծի հետ կապված Ավելին Ալիևը Թրամփի հետ այդ ընդունելությանը թեթև երկխոսությունից հետո ելույթ է ունենում ՄԱԿ-ում եւ օգտագործում դարձյալ Զանգեզուրի միջանցք ասվածը Փաշինյանը այս մասին հայտարարում է փաստացի որ խախտվել է պայմանավորվածություն կամ խախտվում է Միաժամանակ հայտարարում է որ չնայած դրան Հայաստանը ոչ մի քայլ չի շեղվի իր այս ընթացքից Հիմա հարց է առաջանում Հայաստանը չի շեղվի որովհետեւ Հայաստանին չի կարելի շեղվել իսկ Ադրբեջանին կարելի է Թե Ադրբեջանը այն ինչ որ օգտագործում է այն ինչ որ կա պայմանավորվածությունների փաթեթում Պարզապես Հայաստանը ակնկալում է որ գոնե չի ասվի այնպիսի տերմինաբանությամբ որը Երևանում իրենց համար քարոզչական խնդիրներ կառաջացնի Եվ եթե նայում ենք Նիկոլ Փաշինյանի ձևակերպումները դա հենց այդպես է այսինքն նշում է որ Հայաստանում դա ինչ որ բարդ ընկալումներ է ունենում դրա համար մի օգտագործեք այդ տերմինը այսինքն այստեղ բավական բազմիմաստ վիճակ է Եվ սա եւս առաջացնում է հարցեր, այսինքն ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը, որ խախտվում է, բայց այդ պայմանավորվածությունների խախտումից ճակերտավոր միայն Երևանն է դժգոհում, այն էլ են համատեքստում, որ դա այդտեղ պրոբլեմատիկ արտահայտություն է։ Այդ պրոբլեմատիկ արտահայտությունը մի արեք։ Սա առաջացնում է նոր հարցեր։ Իսկ Թրամփն ինչու է լռում։ Նա լավ չի պատկերացնում խնդիրն ինչումն է, թե առանձնապես հետաքրքիր չէ իրեն։ Ես ինչպես նշեցի, Թրամփին ըստիս անհրաժեշտ էր ինչ որ հերթական քարոզչական մի հանգամանք, որ ես այստեղ էլ հաստատել եմ խաղաղություն։ Մեզ պատկերացնում է բուն կոնֆլիկտը, խնդիրը կարծում եք։ Ես կարծում եմ դա Թրամփին հետաքրքիր չէ եւ մենք դա տեսնում ենք հետագայում, երբ նա մեկ Կամբոջայի եւ Հայաստանի միջև է հակամարտություն կարգավորում, մեկ Ալբանիայի եւ Ադրբեջանի միջև օրեր առաջ նրան հենց նույն ՄԱԿ-ի շրջանակում հարց տվեցին, որ դուք այստեղ ընդունել եք Փաշինյանին եւ Ալիևին, նա նույնիսկ չմտաբերեց, որ ընդունել է, հետո ասեց ոչինչ չունեմ, այսինքն այստեղ զարմանալու բան էլ չկա, եթե պատկերացնենք Թրամփի խնդիրների մասշտաբը Միացյալ Նահանգների ներսում եւ միջազգային ասպարեզում Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը այդ խնդիրների մասշտաբում Թրամփին չի կարող հետաքրքրել։ Ամերիկյան վարչակազմին կարող է հետաքրքրել տակտիկական նկատառումներով, բայց հենց Թրամփի համար սա ես կարծում եմ, այսպես ասենք, հետաքրքրող կոնֆլիկտ չէ։ Եվ հիշեցնեմ նաև Թրամփը հայտարարում էր օրինակ, որ ինքը Հնդկաստանի եւ Պակիստանի միջև էլ խաղաղություն հաստատողն է եղել, բայց Հնդկաստանի վարչապետը հայտարարեց, որ այդտեղ Թրամփը որևէ դեր չի ունեցել եւ իրենք են Պակիստանի հետ պայմանավորվել։ Բայց ավելին, Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնում այդ իր ելույթում դարձյալ մի հետեւյալ բանն էր հայտարարել, որ Հայաստանի հետ հակամարտությունը կարգավորվել է, որովհետեւ չնայած այլ արտաքին միջամտության փորձերին Կոնֆլիկտի շուրջ այդ բանակցությունը ընթացել է բացառապես երկու կողմերի միջև։ Այսինքն Ալիևն ասում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն են իրար հետ կարգավորել, այսինքն ոչ մի միջնորդ չի եղել, ոչ մի խաղաղություն հաստատող չի եղել։ Մի կողմից տեսնում ենք, որ նա առիթը չի բաց չի թողնում Թրամփին սիրաշահելու, նույնիսկ ասեց, որ դուք հրաշք եք գործել հայ-ադրբեջանական խաղաղություն, այսպես ասած, բերելով։ Բայց նաև ՄԱԿ ամբիոնից նա հայտարարում է, որ հաջողվել է հակամարտությունը կարգավորել, որովհետև ոչ մի այլ միջնորդ, ոչ մի արտաքին միջամտություն չի եղել։
Եվ սա թերևս ավելի իրատեսական է, որտեղ մենք տեսնում ենք այդ հայտարարությունը, որտեղ մենք տեսնում ենք, որ հաջողվել է այսպես կոչված խաղաղությունը, որը կրկնեմ իրականում ոչ մի կապ չունի խաղաղության հետ, ցավոք սրտի, հաստատվել է միայն այն պատճառով, որ Հայաստանը ընդունել է Ադրբեջանի նարատիվները, Հայաստանը պետական քաղաքականությամբ գնացել է դրանց ընդառաջ, ադապտացրել է իր քաղաքականությունը այդ նարատիվներին, եւ ըստ այդմ ստացել ենք մենք ահա այս ռեժիմը։ Բավական է, որպեսզի Հայաստանը շեղվի, ճակերտավոր ասած, եւ փորձի ինչ որ իր շահերը պաշտպանել, իր իրավունքները պաշտպանել որոշակի ամբողջությամբ, եւ մենք կտեսնենք, որ այդ խաղաղություն ասվածը փլուզվում է։ Դարձյալ ասում եմ ցավոք սրտի։ Եվ այստեղ է վտանգավոր, որ մենք մեզ խափում ենք, իշխանությունը ինքն իրեն չի խափում։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ հաստատվածը խաղաղություն չէ։ Նա ունի նախընտրական քարոզչության խնդիր, եւ այդ խնդիրը հետեւողական առաջ է տանում։ Եվ եթե խաղաղությունը հասարակությունը եթե մտածի, որ հաստատվել է խաղաղություն, սա արդեն կնշանակի վտանգավոր ինքնախապեյություն։ Եվ վերջապես, ես կարծում եմ Կովկասում խաղաղության հարցը դա վեր է Ադրբեջանի եւ Հայաստանի, այսպես ասենք, ուժերից կամ քաշային կատեգորիայից։ Կովկասը աշխարհաքաղաքական հարաբերությունների կարևորագույն հանգույցներից մեկն է, եւ այստեղ խաղաղության թե պատերազմի հարցը վճռվում է այդ հանգույցով հետաքրքրված միջազգային խոշոր խաղացողների եւ ուժային կենտրոնների միջև փոխհարաբերություններով։ Իսկ մենք այդտեղ ցավոք սրտի տեսնում ենք, որ այդ համաշխարհային բաժանման, վերաբաժանման, ազդեցության գոտիների եւ այլն, այդ ամեն ինչի համար պայքարը շատ կոշտ տրամաբանությամբ շարունակվում է։ Եվ կրկնեմ, մենք մեզ չպետք է խափենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հաստատվել է հայ-ադրբեջանական խաղաղություն։ Սա կլինի վտանգավոր ինքնախապեյություն։ Եվ հնարավոր է այդ խաղաղությունը 1 տարի, բայց ստեւի այնուամենայնիվ, որպեսզի Փաշինյանը վերընտրվի, իսկ հետո ինչ կլինի, ապա դա արդեն մեծ հարց է։ Մեծ է հավանականությունը, որ մինչև հունիս այդ խաղաղությունը, այսպես ասած, ոչ մի էական սպառնալիք չի լինի, որովհետև որքան ես կարողանում եմ արձանագրել, Հայաստանում իշխանության փոփոխությունը չի մտնում առանցքային այդ խաղացողների ծրագրերի մեջ եւ չկա այդպիսի ցանկություն Հայաստանում հասնել իշխանության փոփոխության։ Սա ամենևին չի նշանակում, որ եթե որևէ ուժ կարողանա Հայաստանում իրավիճակ փոխել քաղաքական իմաստով, արտաքին դերակատարները հաշվի չեն նստի այդ փոխված իրավիճակի հետ։ Բայց արտաքին միջավայրում ես կարծում եմ տրվել է այդ քարտ բլանշը Նիկոլ Փաշինյանին Հայաստանի խորհրդարանի ընտրությունից առաջ։ Այս ամենի զուգահեռ Փաշինյանը հայտարարություններ է անում, որոնք պակաս վտանգավոր չեն, մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանին ասում էր, թե Ալմատայի հռչակագիրը կնքելուց հետո ինչու է զինված ուժեր տեղակայել Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս, նկատի ունի Արցախում։ Այս հայտարարությունները դուք կարծում եք ընտրություններից առաջ այսպես լարվածություն, մեղադրանքներ ներկայացնելու համար է արվում, թե այլ ավելի խորքային հարցեր կան։ Հայտարարությունները ես ինչպես նշեցի, խաղաղության այսպես ասած գնի մեջ են, այսպես ասած խաղաղության գնի մեջ են, որը ես նշեցի, ձեռք է բերվում կամ կազմվում է ադրբեջանական նարատիվներին ադապտացվելով։ Այդ հայտարարությունները, երբ Հայաստանի վարչապետը գործնականում ցուցմունք է տալիս Հայաստանի Հանրապետության դեմ, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի այսպես իրավական հիմք չի ունեցել ծառայող տեղակայել իր սահմաններից միջազգայինորեն ճանաչված սահմաններից դուրս։ Բայց ինքն էլ ունի արել։ Ես կարծում եմ սա ցուցմունք է, բայց ընդ որում սա ամենին չի նշանակում իրական ցուցմունք է, այսինքն քաղաքական իմաստով, իրավաքաղաքական իմաստով սա բացարձակ հեռու է իրականությունից, բայց ինչպես նշեցի, այդ ադրբեջանական պահանջներին, պայմաններին ադապտացվելու տրամաբանության շրջանակում է։ Եթե խոսենք բուն էության մասին, այդ պնդումները, որ Հայաստանը ոչ մի իրավական հիմք չի ունեցել ներգրավված լինելու Հայաստանի սահմանից դուրս ինչ որ, չգիտեմ, օկուպացիոն տրամաբանությամբ է աշխատել եւ այլն, այդ պնդումները քաղաքական եւ իրավաքաղաքական առումով կարծում եմ բացարձակապես կտրված են իրականությունից։ Ես առիթ ունեցել եմ նշելու, Արցախյան կոնֆլիկտը եղել է միջազգայինորեն ճանաչված եւ միջազգայինորեն ստատուս ստացած կոնֆլիկտ։ Արցախը չի եղել ճանաչված պետություն, միջազգային իրավունքի ճանաչված սուբյեկտ, բայց եղել է միջազգայինորեն ճանաչված կոնֆլիկտի գոտի, կոնֆլիկտի առարկա, եւ Հայաստանի ներգրավվածությունը եւս եղել է միջազգայինորեն ճանաչված եւ ընդունված։ Սա է վկայում։ Սրա մասին է վկայում, այո, այն, որ օրինակ Հայաստանի նախագահները այցելել են Արցախ շփմանգից, ընդհանուր շփմանգից եւ այդ այցերը որևէ այսպես միջազգային դատապարտման չեն արժանացել։
որովհետև Հայաստանը վարել է շատ հասկանալի քաղաքականություն, կոնֆլիկտի խաղաղ կարգավորման եւ այլն, այսինքն այստեղ Հայաստանը կասկածի տակ չի դրել միջազգային ընկալումները, բայց հիմա Հայաստանի այսօրվա իշխանությունը իր քաղաքական նկատառումներից ելնելով ստեղծում է այդպիսի բովանդակություն եւ փորձում է մատուցել Հայաստանի հասարակությանը։ Բայց Փաշինյանը եւս այդպես է վարվել։ Ինչու է մեղադրում նախկիններին է ստեղծում։ Դե որովհետեւ հիմա իրեն պետք է այդ մեղադրանքը, որպեսզի կարողանա, այսպես ասենք, իր նախընտրական քարոզչության հարցերը լուծել։ Ես կարծում եմ սա է եւ ինչպես նշեցի, այդ նախընտրական քարոզչության հարցերի մեջ մտնում է ադրբեջանական նարատիվներին ադապտացվելը, առնվազն ադապտացվելը։ Եվ ինչ նարատիվներ են դրանք, որոնց ադապտացվում են։ Մենք տեսնում ենք Ադրբեջանի պահանջներն են, այսինքն Ադրբեջանը դրել է իր առաջ հետեւյալ պահանջը, իմ գնահատմամբ իհարկե, բայց ես հստակ տեսնում եմ, որ այդ պահանջը, այդ տրամաբանությունը հետեւյալ խնդիրը կա Ադրբեջանի առաջ դրած։ Հայկական պետականությունը պետք է ամբողջապես ենթակա լինի ադրբեջանական պետականության ռազմավարությանը։ Եվ Հայաստանի առաջ քայլ առ քայլ դրվում են դրան տանող պայմաններ։ Հիմա Հայաստանի այսօրվա քաղաքական իշխանությունը վերջին տարիներին, պատերազմից հետո ըստեյության եւ հատկապես 2022-ից հետո քայլ առ քայլ ադապտացվում է Ադրբեջանի այդ պայմաններին եւ փորձում է Հայաստանի հանրային հավաքական գիտակցությունը եւս ադապտացնել դրան։ Սա կրկնեմ, նվազագույնն է, որ անում է քաղաքական իշխանությունը եւ հիմա այստեղ խնդիր է առաջանում արդեն Հայաստանի հասարակության համար, ինչպես չընթարկվել այդ ադապտացիային եւ միևնույն ժամանակ չընկնել պատերազմ եւ խաղաղություն կամ պատերազմ թե խաղաղություն այդ քարոզչական թակարդը, այսինքն եթե չեք ադապտացվում, ուրեմն կստանաք պատերազմ։ Սա իհարկե եւս իրողությունների նենգափոխում է, որովհետեւ ինչպես նշեցի, այդուհանդերձ պատերազմի եւ խաղաղության հարցը այդտեղ Ադրբեջանի եւ Հայաստանի որոշելիքը չի, եւ հակառակը, եթե Հայաստանը չի ադապտացվում Ադրբեջանի պահանջներին, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանը ինչ-որ պահանջներ, տարածքային պահանջներ ունի Ադրբեջանից կամ Թուրքիայից եւ այլն։ Սա եւս այն վտանգն է, որ Հայաստանի իշխանությունը իր քաղաքական խնդիրներից ելնելով ստեղծում է Հայաստանի Հանրապետության համար։ Իսկ համագումարի ժամանակ քաղաքացիական պայմանագրի Փաշինյանը ինչ հայտարարություն արեց, որ դուք կարծում եք, որ այս համատեքստում է։ Չորրորդ հանրապետության ստեղծումը եւ այլն։ Հայտարարություններում որևէ այդպես առանձնակի նորություն չկա։ Զուտ ձևակերպումների իմաստով իհարկե չորրորդ հանրապետության հանգամանքը առաջ բերվեց, բայց ես կարծում եմ տրամաբանության առումով խնդիրը հենց դա է, այսինքն ադրբեջանական պատկերացումներին համահունչ հայկական պետականության ընկալում սերմանել Հայաստանի հասարակությանը։ Կստացվի թե ոչ, չգիտեմ, բայց Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն գործում է հենց այդ տրամաբանությամբ, որովհետև այդ տրամաբանության մեջ է տեսնում իր քաղաքական դիրքերը պահելու, իշխանությունը պահելու հնարավորություն։ Իսկ ընդդիմության հետ պայքարում դուք տեսնում եք ադրբեջանական այսպես նարատիվների նաև քարոզչության արդյունք այս ամեն ինչը։ Օրինակ հիմա ասում են, որ պետք է դաշնակցությունը ինքնալուծարվի, Ռուբեն Ռուբինյանն էր այսպիսի առաջարկ անում, Նիկոլ Փաշինյանն ասում էր իրավական դաշտում է, արդյոք նրանք կմնան թե ոչ։ Այս հայտարարությունների մեջ տեսնում եք Ադրբեջանից ինչ-որ պահանջներ, բացի այդ խաղաղության պայմանագրում եւս տրամաբանության շրջանակում է, այսինքն այդտեղ էլ ցավոք սրտի վաղուց շատ པարզ է ամեն ինչ, այսինքն այդ նույն տրամաբանության շրջանակում է, ըստ անհրաժեշտության արվում են ներքաղաքական այս կամ այն ուղղությամբ այդ հայտարարությունները։ Բայց կա այդպիսի օրինակ կասկածներ, որ Ադրբեջանը չի ուզում այսպիսի ընդդիմություն որ լինի։ Նա այդպես ազգայնական է նրանց համարում, վտանգավոր է Ադրբեջանի համար եւ Փաշինյանը փորձում է հող նախապատրաստել, որ լինի այն Հայաստանի Հանրապետությունը, որը եղել է մինչեւ հիմա։ Հիմա այդ Հայաստանի Հանրապետությունը պահելու միջոցը, պահողը կլինի ընդդիմությունը, այս ընդդիմությունը կամ մեկ այլ ինչ որ վաղը գալիք ընդդիմություն եւ այլն, սա արդեն հարցի մյուս կողմն է, բայց Ադրբեջանը չի ուզում, որ լինի այն Հայաստանի Հանրապետությունը, որը եղել է մինչեւ 2020 թվականը եւ որը իմ գնահատմամբ մասնակիորեն կար նույնիսկ 20-ից հետո մինչեւ 22 թվականի ավարտ մասնակիորեն, բայց այդուհանդերձ կար պետական քաղաքականությունը նկատի ունեմ եւ որը արդեն իսպար այսպես լուծարման քաղաքական process-ում է հայտնվում, առնվազն քաղաքական, բայց նաեւ իրավականն էլ մենք տեսնում ենք առնվազն խոսակցության մակարդակում այդ սահմանադրության փոփոխությունը ինչ է նշանակում։ Եթե անկախության հռչակագրից անջատվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, դա նշանակում է վերանայել Հայաստանի Հանրապետության իրավաքաղաքական հենքը։ Այսինքն նշանակում է, որ այն պետությունը, որ մինչև հիմա եղել էր, մինչև այդ եղել էր
X իրավաքաղաքական հենքով անկախության հռչակագիր, դրան հղում անող սահմանադրություն, այդ հանրապետությունը այլևս չկա։ Ֆիզիկապես մենք ապրում ենք նույն տարածքում, նույն երկրում, նույն, չգիտեմ, ինստիտուտներում, բայց իրավաքաղաքական հենքի առումով այլևս այդ պետությունը չկա, այսինքն այս իրավական process-ի մասին նույնիսկ խոսակցություն կա այս տրամաբանության մեջ։ Եվ ինչ հենք է դնելու Փաշինյանը 4-րդ հանրապետությունում այս դեպքում։ Մեն խաղաղություն ասելով, որովհետև երբ որ հարց հնչեցվեց, թե ինչով է խանգարում ձեզ 3-րդ հանրապետությունը, ինչու եք ուզում 4-րդ հանրապետություն ստեղծեք, նա ոչ մի բացատրություն չտվեց, մեն ասաց, որ խաղաղություն է հաստատել եւ այդ խաղաղության հիման վրա 4-րդ հանրապետությունը կոնֆլիկտն ավարտվել է այլևս Ադրբեջանի հետ։ Դժվար է բացատրություն տալ, թե ինչու է ինքը ադապտացրել իր քաղաքականությունը եւ հայկական պետականությունը, փորձում ադապտացնել Ադրբեջանի նարատիվներին։ Դժվար է դա բացատրել, բայց նաև այդ ամեն ինչը ցավոք սրտի այն աստիճանի է այսօր հասել, որ բացատրության կարիք էլ, ես կարծում եմ ցանկացած ողջախոհ մարդու համար բացատրության կարիք էլ չկա։ Սրանից զատ սակայն իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանը ունի հետևյալ խնդիրը, ավելի երկարաժամկետ իմաստով, նա ինքն էլ պատկերացնում է, որ եթե Հայաստանի հասարակությունը իր ընկալումներով մնում է այն պետականության տրամաբանության մեջ, որ եղել է, Նիկոլ Փաշինյանը այդ հասարակական միջավայրում այդուհանդերձ չունի քաղաքական հեռանկար։ Նա կարող է նույնիսկ լուծել պատերազմ թե խաղաղություն այս դիլեման ստեղծելով, կարող է լուծել 2026-ի հետ կապված հարցեր, բայց ավելի երկարաժամկետ իմաստով նա չունի քաղաքական հեռանկար, եթե չի փոխում հասարակության սոցիալ հոգեբանությունը, աշխարհայացքը, ընկալումները, պետականության պատկերացումները եւ այլն։ Եվ մենք տեսնում ենք, որ նա սրընթաց ձևով փորձում է կենցաղայնացնել այդ ամեն ինչը Հայաստանի հանրության գիտակցության մեջ, հասցնել մի վիճակի, որ պետությունը ընդհանրապես կենցաղային խնդիրները լավ լուծելու համար է։ Սա է փորձում նաև անել, ելնելով իհարկե, ինչպես նշեցի, նաև իր ավելի երկարաժամկետ քաղաքական հեռանկարներից, որովհետև միայն Ադրբեջանի պահանջների ադապտացիայի այդ խնդիրը լուծելը դա կարճաժամկետ իմաստով կապահովի իր համար քաղաքական ամուր դիրքեր։ Երկարաժամկետ առումով դա չի ապահովի։ Եվ հիմա նա փորձում է այս քաղաքականությունը նաև միտված է այդ հեռանկարային իմաստով իր համար քաղաքական ավելի մեծ եւ ավելի խոր է, այսպես տարածություն ձևավորելու։ Դա, ինչպես նշեցի, հասարակական գիտակցությունը փոխելն է։ Եվ սա մարտահրավեր է հասարակության համար։ Մարտահրավեր է քաղաքական այն ուժերի համար, որոնք իսկապես ունեն այլ պատկերացումներ եւ ոչ թե ընդամենը ունեն ցանկություն ինչ որ պահի լինել իշխանություն։ Որտեւ էս էլ կարեւոր է, այսինքն ինչ խնդիրներ են իրենց առաջ դնում ընդդիմությունները, ինչ իրական պատկերացումներ, ինչ իրական սոցիալ հոգեբանական եւ աշխարհայացքային բովանդակություն ունեն հենց ընդդիմությունները։ Սա շատ կարեւոր է հասարակության դիմադրունակության համար։ Իսկ ինչ հնարավորություններ ունի Փաշինյանը վերընտրվելու կարծում եք եւ այն հռետորաբանությունը, որ արդեն սկսվել է, որ մենք 50+ ձայն ենք հավաքելու, սա ինքնախապեյություն է, հույս են տալիս իրենց, թե իսկապես այդպես վստահ են։ Այդ հայտարարությունները բնականաբար այդպես նաև քարոզչական ազդեցության նպատակ ունեն, բայց ես կարծում եմ որոշակի հնարավորություններ, եթե իրավիճակը զարգանում է այն տրամաբանությամբ, որ կա հիմա։ Որոշակի հնարավորություններ, զգալի հնարավորություններ պահել իշխանությունը Փաշինյանն ունի, որովհետև գոնե առայժմ ես չեմ տեսնում, որ հիմնարար առումով ինչ որ ստատուս քվո է փոխվում Հայաստանի ներքաղաքական դաշտում։ Բայց process-ներ կան, այդ process-ներում նաև տեսնում ենք, որ այդուհանդերձ կան ինչ որ նոր բաղադրիչներ, նոր տարրեր, ամբողջ հարցն այն է, թե այդ տարրերը եւ բաղադրիչները ինչպես կզարգանան մինչեւ խորհրդարանի ընտրություն։ Եվ կա նաև մյուս հարցը, ես չեմ կարծում, որ խորհրդարանի ընտրությամբ, չգիտեմ, կյանքը ավարտվելու է, Հայաստանը վերջանալու է եւ այլն։ Այս նաև հասարակական դաշտում, ընդդիմության դաշտում այդ կարճաժամկետ ցիկլային մտածողություն ձևավորելը իմ կարծիքով օգտակար չէ։ Շատ էական է, մենք ընդհանրապես Հայաստանում ունենք քաղաքական երկարաժամկետ ռազմավարության եւ հայեցակարգի վրա կառուցված քաղաքական պրոյեկտ, որը այսօր դիմադրում է, բայց չի պատկերացնում իր ավարտը խորհրդարանում հաղթանակով կամ պարտությամբ, որովհետեւ մենք ինչ ենք ունեցել միջև հիմա, ցանկացած ընդդիմադիր ձևաչափ մասնակցել է ինչ որ ընտրությանը ինչ որ բանի հասել է, իշխանության չի հասել եւ կամաց-կամաց սկսել է այդպես քաղաքական ակտուալություններ կորցնել։ Եվ սա եւս խնդիր է, իսկ իշխանությունից բացի ընդդիմությունը երկարաժամկետ հեռանկարում խաղում է, թե ոչ, որովհետեւ ինչպես նշեցի, Փաշինյանը նաեւ իհարկե երկարաժամկետ առումով է իր համար
պես խաղի տարածությունը եւ խորությունը ապահովում։ Իսկ կարծում եք Սամվել Կարապետյանը ինչ հնարավորություններ ունի, որովհետեւ նաեւ այսպիսի սպասումներ կան, որ նա կարող է կոնսոլիդացնել ընդդիմությանը։ Ես կարծում եմ խնդիրը ամենևին ընդդիմությանը կոնսոլիդացնելը չէ, այլ հասարակության հետ աշխատելը։ Հենց այդ կոնսոլիդացիայի հարցը երբ դրվում է մեր քաղաքական օրակարգում, դա արդեն ես կարծում եմ հերթական մի կեղծիք է։ Հետևաբար հարցը հետևյալն է. ինքը ինչպես կաշխատի հասարակության հետ։ Աշխատելու ռեսուրսներ, կարևորագույն ռեսուրսներ, նկատի ունեմ տնտեսական, ֆինանսական, որոնք քաղաքականության մեջ շատ կարևոր են, այսինքն պես ինչ-որ բաներով չառաջնորդվենք։ Կարապետյանը ունի կունենա այդ ռեսուրսների արդյունավետության համար անհրաժեշտ, չգիտեմ, հայեցակարգային բովանդակություն, գաղափարներ, արժեքային դաշտում աշխատելու հմտությունը եւ այլն։ Սա ցույց կտա ժամանակ, այսինքն բազան կա, կլինի այդ բազայի կապիտալիզացիա արդյունավետ, ցույց կտա ժամանակը։ Եվ կրկնեմ, այստեղ խնդիրը ինչ որ կոնսոլիդացնի ընդդիմության դաշտը։ Օրինակ, ինչ բերում են Գյումրի օրինական, երբ որ վճռորոշ պահ լինի, կոնսոլիդացվեն այդ ձայները։ Դե երբ որ ստեղծվի քաղաքական նոր իրավիճակ, երբ իրենք իրենց ձայները միացնելով շատ կոնկրետ նոր ինչ որ բան կստանան, այսինքն կստանան իշխանություն ձևավորելու հնարավորություն։ Բայց դա կոնսոլիդացիա չէ, դա ընդհանրապես քաղաքական իրավիճակի ստեղծված պայմաններում կոնկրետ քայլ է իշխանությունը ձևավորելու ուղղությամբ։ Կոնսոլիդացիան մի քիչ այլ բան է եւ ես կարծում եմ մի քիչ արհեստական բան է, այսինքն ցանկացած ընդդիմություն պետք է թերևս աշխատի հասարակության հետ եւ ոչ թե մտածի ինչ որ կոնսոլիդացիայի մասին։ Բայց այսօր չեն աշխատում։ Ես չեմ գնահատում աշխատում են բավարար, ես դա չեմ գնահատում, որովհետեւ ելակետեր էլ հիմա չունեմ գնահատելու։ Կարծում եմ բազան, աշխատանքի շատ մեծ բազան կա։ Հիմա եթե կաշխատեն արդյունավետ, արդյունքը անխուսափելիորեն լինելու է։ Բայց կրկնեմ, այստեղ շատ կարևոր է նաև հենց դա, իրենք աշխատելու են երկարաժամկետ, այսինքն ինչ են լինելու ընտրությանը չհաղթելու պարագայում։ Սա շատ էական է։ Ինչ են անելու, եթե չհաղթեն ընտրությանը։ Ունեն անելիքի պլանը, թե այդ ժամանակ բայց կարող են ինչ-որ բան փոխել։ Կարող են փոխել, ես դրա համար նշեցի, ունեն դրա հնարավորությունը, կփոխեն թե ոչ, սա արդեն կախված է լինելու աշխատանքի արդյունավետությունից։ Սա հեշտ գործ չէ, այնպես չէ, որ այսպես կարելի է նստել եւ ասել, փոխելու հնարավորություն կա, իսկ դուք չեք կարողանում։ Բայց կրկնեմ, իրենք այդ բազան, աշխատանքի կարևոր բազան ունեն։ Ինչպես կզարգացնեն դրա վրա աշխատանքը, ըստ այդմ էլ կտեսնենք, թե ինչպեսին կլինի իրավիճակը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալ։ Զրուցակիցս քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։